միանշանակ իշխանությանը։ Որովհետև շատ բան ենք տեսնում, թորնիկներս հաճախում են մանկապարտեզ, տեսնում եմ ինչ գեղեցիկ մանկապարտեզում դպրոցն էլ շատ գեղեցիկ վերանորոգված է, ճանապարհները զինվորներին շատ լավ նայում են, թոշակառուների համար մեծ բան են անում, միանշանակ գոհ ենք, մենք գոհ ենք, էլի, տեսնում ենք, նենց չի, որ ամեն ինչը միանշանակ 100%-անոց է, բայց տեսնում ենք առաջընթաց, ամենակարևորը տեսնում ենք, գնահատում ենք, մնացածն էլ, չգիտեմ, հետագայում ինչ կլինի, էլի, առողջապահության մասին ովքեր որ օգտվում են, թոշակառուները, շատ գոհ են, իսկ խաղաղության մասին էլ միանշանակ ես երկու հատ տղա ունեմ, որոնք ծառայել են Ղարաբաղում ու պատերազմի ժամանակ իրանք չեն մասնակցել, բայց օգնության կարգով գնացել են, խաղաղությանը ես միանշանակ սիրում եմ խաղաղություն ու կուզենամ, որ խաղաղ լինի, որ մեր երիտասարդությունը մյուս անգամ չտեսնենք այդ արհավիրքը, որ պատերազմ եղավ, միանշանակ բոլոր երիտասարդները պիտի մասնակցեն, դա է էլի, խաղաղության համար ամեն ինչ կտանք, ես չեմ կարծում, որ իրանք չանցնեն պատերազմ կլինի, կարող է ինչ-որ բաներ լինի, բայց պատերազմը այդքան թույլ չենք մենք, որ թողենք էլի, շատ ենք էլի, տառապե, տանջվե, ամեն ինչի համար էլի Ազիզ ջան։ Սահմանային առայժմ որ հələ որ չենք տեսնում էլի վտանգ, տեսնում ենք, որ կրակոցներ չկա, զինվորներ չեն մահանում ադրբեջանցիների կողմից, կրակոցից, չենք տեսնում էլի դա, մնացածն էլ ես կուզենամ, որ ով էլ որ նստի, ով էլ լինի, մենակ խաղաղություն ապահովի։ Էդի շատ բարդ հարց է, դժվար հարց է, գաղտնի է, չեմ կարող ասել, գաղտնի է, իմ գաղտնիքն է դա։ Պետք է ուժեղանա, հզորանան, ուժեղանան, մնացած հարցերս բոլորը կլուծվի, ուժ պետք է ունենակ, որ մեզ լսեն, մեզ հաշվի առնեն, թույլիկին ով հաշվի կառնի։ Չնկում եք ընտրել դեռ ոչ։ Չէ, իշխանությանը։ Իշխանությանը, որովհետև քիչից շատից լավ գործեր են արել, հների պես չեն թալանը ամեն ինչ։ Հներանուն ինչի եք տալի, ես չեմ հասկանում, նրանց մեջ ուր է մարդ։ Թալանել են ու կագնել են որոշ բաներ, վերասեցի, որովհետև գործեր են արել որոշ բաներ։ Լրիվ չէ, բայց արել են։ Ճանապարհաշինարարություն, թոշակի բարձրացում, եւ այլ գործեր։ Առաջ մի 10,000-ի բան է առնում, դեղեր է առնում, սրտի օպերացիայից հետո հիմա պետությունն է տալի։ Տալիս է պետությունը, առանց որևիցե բանի։ Մի տարվա մեջ, եթե հաշվում եմ 3 ստենտ վերահատություն, մոտ 8-ից 9 միլիոն փող եմ տվել այն ժամանակ։ Իսկ հիմա օգտվում են մարդիկ։ Օգտվում են սովորական։ Կան բողոքավորներ, թե ինչ են բողոքում չեմ իմանում, եթե գնում է բժիշկի ամեն ինչ կարգին, խաղաղություն այս մի տարի ցավելու ոչ սահմանում, զինվորա մահանում, ոչ էլ կրակոց կա, խաղաղություն առայժմ, չգիտենք հետո ինչ կլինի։ Իսկ հակված եք արդյոք Փաշինյանի այն մտքին, որ եթե նորից իրենք չվերընտրվեն, ապա պատերազմ կլինի։ Դե երևի մի բան գիտի, որ բանա, ասում է տենց, ինքը իրանից ոչ չի օրինում։ Գիտի չէ ճնշումները ներդրսից, ինչեր կան։ Չէ, իհարկե հիմիկվա պրեզիդենտ են։ Ինչու։ Դե որտեվ ես նկատում եմ, որ Ռահակին ինքը աշխատանք կատարել է։ Ես թոշակառու եմ, հիմա այս թոշակները, որ բարձրացրել է, ամեն ինչ ժամանակ այն թոշակս ես ստանում եմ, բան ես շատ գոհ եմ։ Այսպես ասեմ, աղջիկ ջան, իսկ նրան ժամանակ ես առանձնապես տենց բան չեմ նկատել։ Ապահովագրությունը ես դեռ չեմ գնացել, դա էլ լավ կազմակերպություն են արել, մանավանդ մեծ թոշակառուներիս համար, քանի որ մեծ գումարներ են մենք չենք կարող մուծել,
բոլոր հիվանդությունների համար դա կանցնի, ուրեմն շատ լավ է։ Ուղղակի ես դեռ չեմ ստացել այդ թուղթը։ Այդքան բան աղջիկյան գոհ եմ, ես որպես թոշակառուի աշխատել եմ եւ դեմ չեմ, երբ որ պրեզիդենտը շատերը դժգոհ են իհարկե, որ ասում է 75 տարեկաններ աշխատեն, ես 80 տարեկան եմ։ Այն նոր քարտս հանձնել եմ ID բանկում, աշխատել եմ մինչև հիմա։ Նոր արդեն մի ամիս է, ինչ ես չեմ աշխատում, թոշակիս հետ միասին ապրել եմ։ Դժգոհ չեմ եղել իմ կյանքից, ես ինքս վաստակել եմ, աշխատել եմ, ձգտել եմ, արել եմ, ինչ ասեմ։ Այսպես, խաղաղությունը դե լավ կլինի, որ ամեն ինչ լավ լինի, տադեբիրջական հարցերը ես իհարկե այդ պոլիտիկայի բանի մեջ այդքան չեմ մտել, շատ վատ եմ զգում այն պատերազմը, որ մենք այսքան ջահելություն ենք կորցրել։ Համար դա շատ ցավալի է, ես իհարկե կորուստ չեմ ունեցել, բայց ինձ համար մայրերի համար, բոլորի տատիկների շատ ցավում եմ դրա համար։ Կուզենամ, որ խաղաղություն լինի, բոլոր հարցերը դրական լավ լուծվի, թե ղարաբաղցիների համար, թե մեզ համար, նրանք տնից են դուրս եկել, իրանց համար էլ է դժվար տարիների ընթացքում արել իմ կյանքի բնույթով այնպես է ստեղծվել, որ այնտեղ են ծնվել, այնտեղ են մեծացել, իրանց էլ մեղադրելի չի, որ այսպիսի սիտուացիա մենք էլ մեղավոր չենք, իրանց վիճակն է ծանրը, մենք մտնենք իրանց դրության մեջ, որ ես տուն եմ դրել, սովորել եմ, ամեն ինչ արել եմ եւ հանգարցակի իմ տանից ես պետք է դուրս գամ, դա դժվար հարց է շատ։ Աշխարհի ամենահամով, ամենահոյակապ մարդը Փաշինյանն է, ամենալավ մարդը, ամենախելացի մարդը, հայ մտածող մարդը։ Հա? Ինչու՞ չի։ Եթե որ մեծացել է սիրուն հագնված կայնել ես, նրա հրաշորի վրա դա։ Իսկ եթե նրա չեղրերը առաջվաններ եղեն, դու չէիր կարող մանգա։ Հիմի ցեպդ պոկելին, էսի տարելին, կոշրետ հանելին, հիմի ազատ քշել բանարի, ամուստացի, ինչուց մեզ արա ոչոք ձեն չի անում։ Իսկ նոր չէին ամուստանում։ Սաշիկը կարծեր փայեր մտնեմ։ Դու չես իմանում, որ հիմա լավ է, ազատ ես աղջիկ ջան, խելոք ես, քո ազատ բանես գալի ոչ մեկը չի խանգարում։ Փաշյանաս գաում արջոս, կարկատի գոտա ջամթելատ, նուգեշինյա, պարոն Փաշինյան, չեն ակավարդ, գոգի ուզե մոսուլյա, տբիլիսիդան։ Գամոս, կարկատի գավիտ, ամեն ընչին, ես Տիկին Ավանեսյանին պարտական եմ միշև կյանքիս վերջը, են ժանակ լայետի չկար, գնացի խնդրեցի ասի Տիկին Ավանեսյան ջան աշկերս, В общем, խնդրեցի արավ, երկու աշկցել օպերացիա արավ։ Հալալ իրան, հիմի ես իրան ուզում եմ նայեմ, տեսնեմ, գոնե մի հատ ձեռքը համբուրեմ, ասեմ, շատ շնորհակալ եմ։ Իմացի կաստ քու օրդ մի հատ օգնություն արել ես։ Ամեն ինչին էլ հավատում եմ, Իմ աման եմ գալի ուր ուզում եմ գնում եմ, գարզը ոչ մեկը ինչ չի նեղացնում։ Տես ինչքան է դու ինչքան ես բոյքաշ է դրանից հետո, Խաղաղությանը հավատում եք։ Հավատում եմ։ Ինչու է խաղաղ ենք, ինչ է եղել մեզ։ Ինչ է եղել, Փաշինյանը այդքան չարչարվեց, Լուբոյի պետություն մտավ, դուրս եկավ, ամեն ինչ արավել, ինչ եք ուզեմ։ Ես հիմա որս է կայնած ես դեր, սիրուն կայնած ես, էդ իր շնորհվի է։ Գնացեք, մենք մայր Հայաստան ունենք, չէ՞։ Արցանը։ Հիմի պետք է ունենանք հայր Հայաստան։ Փաշինյանի Արցանը, հայ Հայաստան։ Այ այդ ձևի է պետք աղջիկ ջան։ Հեշ մեկ վախի, շատ լավ կլի։ Իհարկե լավ կլի, ինձ, քեզ, Կսեպանի, Կմորտի, Քսենյան, իրանց լավ կլի, իրանց կուսակցությունը, իրանց ժողովուրդը։ Եվ ով ենք էլ ընդեղ։ Փաշինյանն էլ։ Որովհետև Իրանման չկա, ինքն էլ ամեն ինչ արեց, էլի ու անում է ու կանի։ Այդքան բան։ Ժողովուրդը այդ բոլորը հասկանում է, էլի։ Բացի լավից մենք վատ բան չենք տեսել Փաշինյանից։ Իսկ այդ Ղարաբաղ բան, որ ներս են բերում, այդ 30 տարիով արխային էր։ Այ դրա մասին թող մտածեն, էլի չի կարել, էլի։ Չէ, այտենց խորությամբ բաներ չեմ կարա ես խոսամ, Բայց մի բանը գիտեմ, որ այդ ժամանակներում Ստալինի վախտերով էլ Ղարաբաղը մերը չի եղել։
Զորով վերցնել, տալ, չտալ, հարցերը թող լուծեին էլի։ Թող լուծեն, հետո դες զինամթերք գոյություն ուներ, որը չէր աշխատում։ 100 մետրի փոխարեն 20 մետրի վրա անգնում էր, էդ էլ ազդեց զոհերի վրա, էլի թող այդ այնց բաների մասին մտածեն։ Ոչ ադրբեջանցիներին են ձեր տալի դա, ոչ էլ հայերին, այդ պատերազմից վատ բան կա։ Երեխա, կին, արմատ, թոր, սաղ ոչինչ չանում են, շենքեր են փնում, դրանից վատ բան կա։ Մարդը պետականությունը ոնց որ ասած պնդացրեց, խաղաղությունը ստեղծեց, էլ ուրիշ ինչ անեց, թոշակներից էլ չեմ խոսում։ Մեկն էլ ասում է թոշակները պետք է ավելի ավելացնեն։ Այմար 10-30 տարվա մեջ դու տեսել ես թոշակը ավելանա, այդ մարդը ավելացրել է, լավ լինի, էլի կավելացնի, ինչ պրոբլեմ կա։ Թող մի քիչ խելոք ժողովուրդը մտածելի։ Հետո գիտեք ինչ կա, հայրը այսենց նախանձությունից, աթոռի կռվից, հատենց մեկը մեկի տակը փորել են, երևի թուրքն էլ ազատվել։ Դրա համար այսենց գինացիդ է տեղի ունեցել 15 թվին։ Նույնն էլ ստեղ են անում, անպայման անում են, որ այնտեղ Ալիևը կատաղեսի բան, էլի նորից բան անի։ Այդ են հայերը։ Ինչ որ ջրից է, թե հողից է, այդ հատկություն ունեն։ Թող սթրվեն իրանց տեղը մնան, էլի։ Շատ կներեք, այնքան մարդիկ կան, որ կներեք արտահայտությանս համար, բայց պետք է ասում են, էշ կերել, էշ մեծացել են, այդ այնց մարդիկ շատ կան, էլի։ Թող մի քիչ մտածեն, էլի, այն պետականությունից խաղաղությունը, որ ստեղծել է, թող այդան ամեն օր մատաղ անեն։ Այո, բավա որոշել ենք, բավոն չենք որոշել։ Ընդդիմությունը մեր ոչ մի բան չի արել, բացի վնասներից։ Միշտ ուժվել ենք, միշտ վատ ենք ապրել ու լավ բաներ չենք տեսել։ Հիմիկվա կառավարությունը անում է ամեն ինչ, որ ժողովուրդը արդեն ապրում է նորմալ ձևով։ Ուզում ենք ընտրենք հիմիկվա իշխանությանը։ Խաղաղություն առաջի հերթին, երկրորդ հերթին թոշակառուների նահագին արտոնություն կա ու ամեն ինչ նորմալ գնում է։ Արել է ներկա իշխանությունը հիմա ամեն ինչ անում, աշխարհին խաղաղություն է, նայում ենք հիմա սալդատները ունենք, թող ծառայող թորնիկներ ծառայում են, նորմալ է, հարազատներ, բարեկամներ ունենք, որ գոյեն ամեն ինչից։ Անձամբ ես շատ գոյ եմ։ Թոշակները ստանում ենք արդեն ահագին վաղտա նորմալ է, բարձրացել են, էդ էլ որոշ չափով օգուտ է թոշակառուների համար։ Նորմալ է, լավ է, փառք Աստծո։ Բնականաբար իշխանությանը։ Որտեղ տեսնում են փոփոխություններ, ամեն ինչ, սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, աշխատավարձի բարդացումներից, թոշակների բարդացումներից, հայեց հիմա գնում եմ պարտնիկա դեղորայք ստանալու եւ նաեւ պետք է ուղղորդում վերցնեմ դեպի ավելի նեղ մասնագետի մոտ անվճար դուպլեքս անելու։ Ես մի բան ասեմ էլի, ով չի ուզում չտեսնել, ինքը հաստատ ոչինչ չի տեսնում, իր համար ոչինչ չի փոխվել։ Իսկ ով որ ուզում է ռեալ տեսնի, կարծում եմ մեծամասամբ բոլորն էլ տեսնում են փոփոխությունները։ Բնականաբար բոլորն էլ ունեն սխալներ, անսխալական մարդ չկա, բայց ամեն ինչ կարելի է ուղղել, աշխատել, կարելի է նաև առողջ քննադատել, անպայման առանց դրա չի լինում, բայց մեր ընդդիմադիրները լրիվ հակառակ ուղղություն են վերցրել։ Ավելի ճիշտ կլներ ավելի իրանք կառուցողական քննադատեն, քան թե հիմա այն ինչ որ իրենք անում են։ Իրար վրա ցեխ են լցնում, որը շատ տհաճ է։ Շատ տհաճ է, խոստումներ են տալիս, որը չեն արել, եթե կարողանային անեին, 30 տարի ժամանակ ունեին, որևէ փոփոխություն թող անեին։ Իմ տղան այն ժամանակ ստանում էր 16,000 թոշակ, երրորդ կարգ, հիմա ստանում է 36,000, ապրելից կլինի 46,000, գումարած դրան քեշբեկը մոտորապես 52,000 լինում է։ Ես չեմ ասում դա բավարար է, բայց համենայն դեպս ճիշտ է բավականին ժամանակ է անցել 16,000-ից, բայց համենայն դեպս փոփոխությունները ռեալ են։ Շատ բարդ թեմա է։ Շատ բարդ թեմա է։ Համենայն դեպս 2 տարի, որ ոչ մի զինվոր չի մահացել սահմանին, դրանից մեծ ձեռքբերում ես չեմ կարծում, որ կա։ Ես համենայն դեպս գոհ եմ, ես հետում եմ փոփոխություններ ու ակնկալում եմ ավելի շատ, մանավանդ իրավապահ համակարգից կուզենայի ավելի ռեալ փոփոխություններ տեսնել։ Կուզենայի ոչ թե իրանք
գույք պարտի դիմաց, ասենք թալանածը միայն հետ տային 80%-ը, այլ եւ բրցնեին, այլ կրեին պատասխանատվություն։ Հիմա մեկը մի հատ գողություն անի, հետո տանի այդ փողը հետ տա իրան կներեն, ոչ։ Իրանք դատապարտեն։ Իսկ ինչի իրանց ոչ։ Չէ որ իրանց գումարները շատ ավելի մեծ են, քան թե այդ մանր խուլիգանությունն արածներին։